Ողջույն Front TV-ի սիրելի հետևորդներ։ Եթերում Արցախազրույցն է եւ այսօր իմ հյուրն է Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, դոցենտ, հոգեբան Վիտա Յարամիշյանը։ Բարև ձեզ։ Բարև։ Շատ ուրախ ենք վերդուքսոր մեր ժնկալալք։ Ոնց եք։ Կարինք մեր բարբառա խոսենք, այսինքն ընդհանուր առմամբ լավ է։ Ընդհանուր առմամբ բողոքներ չունեմ, ոչ առողջականից, ոչ էլ որևէ բնույթի։ Պարոն Յարամիշյան, մին կուչիր հիշինք Արցախը, Արցախում դուք շատ ակտիվը քիլել, ուսանողությունը ձեզ շատ սիրել իսելել, ես ինքս անընդհատ հետևել իսումլել, Արցախից հետո, Արցախը լքելու պահը, ոնց է հիշում։ Լքել բառը ճիշտն ասած շատ չդուրս եկավ, որովհետև Արցախը մենք լքալ չենք ամենևին, այլ բարձրապես Արցախը մեզնից խլալ են։ Եվ այն տպավորություններն էր ստեղ ունենք, դա ընդհանրապես չասեմ հիշողություններ են, այլ դա պարզապես մի ծանր ապրումներ է, որ կունենա մարդը եւ կորցնում է իրան ամենաթանկը դա քո ծննդավայրը դա քո այն փոքրիկ կացանն է, որ դու երեխա ժամանակս վազվզալ, դա քո գործնեության իրականացման հետ է քո աշխատանքը, դա քո ընտանիքը, դա քո մեծերի, քո նախնիների գերեզմաններն են, այդ ամբողջը միասին դա քո հայրենիքն է, եւ դրանից զրկվելը պարզապես ծանրագույն հարված է մարդու հոգեկանի համար, գիտակցության համար, ամեն առումով դա մի ծանրագույն ստրեսային հարված է մարդու համար։ Այդ պատճառով հիշել Արցախը նշանակում է կրկին եւ կրկին վերապրել այդ ամեն ինչ, այդ դառնությունը, այդ կորստի ցավը։ Գիտակցումը վերդուք քինամակ ու էլ հետ դարձի ճանապարհ ինեն չի։ Վերկետումալ ու արդյոք գիտու երդիշերել է, բայց արդյոք գրեց հալակ արժանապատվորեն ընդունիկ այդ դրանկյակ այդ գիտակցումը։ Աննա ջան, մենակ ես չի էր արժանապատվորեն ընդունալ, դա իմ գնահատմամբ ամբողջ Արցախահայությունն արժանապատվորեն ընդունալ այդ մարտահրավերը, ասեմ ինչու, որովհետև մարդիկ պարզապես այդ դժվարությունը ասեմ, հայրենազրկումը ասեմ, դա համարալն միակ ելքը այն սպառնալիքից, որը կունենային, եթե այլ տարբերակով գնայինք, այսինքն մեզ որպես ալտերնատիվ ինչն առաջարկելիս առաջարկալն վերադարձ Ադրբեջանի տիրապետության տակ քաղաքացիության ընդունում մեզ առաջարկելիս ընդամենը որպես ներեցեք Ղարաբաղ հետադարձ հայացքով դեպի Արցախը վերշրջում ենք ինչ կասեիք Արցախին։ Ես կասեի Արցախ դիմացիր այս դժվարությանը, այս ծանր այս իրավիճակին, որովհետև գիտեք կա գիտության մեջ էլ կա, հատկապես հոգեբաններն են սիրում օգտագործել այդ օրինաչափությունը, ճոճանակի օրենք են ասում, եթե նույնիսկ ֆիզիկայից դա բոլորին շատ լավ հայտնի է, պոտենցիալ եւ կինետիկ էներգիաների փոխանցումները, եւ եթե հիմա ունենք մի շատ ծանր իրավիճակ, ապա դա լավ է նրանով, որ այլևս ավելի վատթար լինել չի կարող եւ ցանկացած փոփոխություն լինելու է դրական ուղղությամբ։ Հիմա ես լիահույս եմ, որ այս աշխարհակործան, գուցե այլ անուն անվանենք հիմա այդ հասկացությունը ճիշտ չի օգտագործված, բայց այս իրադարձություններից հետո ամեն փոփոխություն տանելու է դեպի Արցախի վերադարձ։ Մի երկիր, որը հազարավոր տարիներ մի կերպ է ունեցել, հայապատկան ա եղել, հայաբնակ ա եղել, մի հարվածով, մի որոշմամբ կամ մի ճակատամարտով դժվար է վերաենթարկեցնելը մեկ ուրիշ երկրի։ Պարոն Յարամիշյան, քանի որ նաև հոգեբան եք, կոսին շատ նուրբ թեմայի անդրադառնանք, Արցախահայերը ադապտացման որոշակի խնդիրներ ունին, հոգեբանական խնդիրներ ունին, եկած օրվանից ցավոք սրտի Արցախահայերի մի որոշ մաս նաև ինքնասպանության ակեցալ, կոզին սոր խոսինք, ոնց հաղթահարինք, ոնց դեմ կենանք,
ինչ քայլեր ձեռնարկինք, որովհետև մնալով անցյալում եւ կախվելով անցյալից, իհարկե անցյալը մեր պատմությունն ու արմատներն են, բայց այնուամենայնիվ հիմա գիտակցում ենք մեր անցյալից կախված ինելը մս հիմա ցավա պատճառում ու ոնց հաղթահարենք, ոնց դուրս գանք այդ ամեն ինչից, վեր գոնե Արցախահայերը կարին ապրին, ոչ թե քինան ծայրահեղ ծանր քայլի վեր կոչվում է ինքնասպանություն։ Շատ ընդգրկուն հարց է, երևի այդ թեմայի շուրջ կարելի է ժամեր շարունակ խոսել, զրուցել, այսինքն միանշանակ կարճ պատասխան այստեղ դժվար է գտնելը, եւ որովհետեւ մեր հայրենազրկումը կամ բռնի տեղահանությունը նաեւ նախապատմություններ ունար, դա այն դաժան շրջափակումն է Արցախի, որը նախապատրաստություն էր իմ գնահատմամբ այդ տեղահանությանը, դա հենց բերեց հասցրեց այդ գիտակցմանը, որ չկա այլ ճանապարհ, քան հայրենիք կորցնելը։ Տեղափոխվելուց հետո այստեղ մեր Հայաստանի Հանրապետությունում նախ շնորհակալություն բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր սիրահոժար իրենց ամեն ինչը տրամադրել են, դժվար է միանգամից 100,000-ից ավելի մարդու տեղավորել, կերակրել աշխատանքի եւ այլն, ի պատիվ մեր հայրենակիցների, պետք է ասենք, որ դա կարողացան անել։ Մյուս կողմից կա մի այսպիսի օրինաչափություն, ճիշտ է, խոսում են նաև սիրողական մակարդակով այդ պահանջմունքների բուրգի, Մասլոուի բուրգի մասին, ասում են, եթե հիմնական պահանջմունքը բավարարված չի, ապա բարձր պահանջմունքը բնավ բավարարվել չի կարող, բայց ես ասեմ, որ այդ բուրգը Մասլոուի երբեմն նաև հակառակն են շրջում, բացատրելով կամ ներկայացնելով, որ պահանջմունքներից ամենաբարձրը երբեմն գոյաբանական բնույթի է լինում, էգզիստենցիալ են ասում, եւ եթե այդ պահանջմունքներն են դարձել քննարկման թեմա, ապա մարդը հիմնական իր պահանջմունքները համարում է ոչ այնքան ենթագիտակցորեն բնական մեխանիզմով համարում է ոչ այնքան էական։ Այստեղից էլ այդ խնդիրները ի հայտ գալը, որտեղ ասում եք ինքնասպանության դեպքեր, այսինքն ավարտվածության զգացողություն, կյանքի անիմաստության զգացողություն, դառը ապրումներ, վշտի այդ կորստի վիշտը հաղթահարել չկարողանալու այդ իրավիճակներ, այդ բոլորը բացատրվում է դրանով, որ բավարարված չի մարդու ամենաբարձրագույն պահանջմունքը, որն է դա հայրենիքն է, իր արժե համակարգն է, արժեքներն են, որոնցից ամենակարևորը իհարկե վնասված է։ Այստեղ փլուզվածության մի հասկացություն կարող եմ ես օգտագործեմ, մոտավորապես դա նման է հոգեկանը մարդու, մեր արցախցու հիմա հոգեկանը նման է այն բարձրահարկ շենքին, տեսել եք երկրաշարժի ժամանակ այնպես փլուզվեց, ինչպես փոշի արձակեց եւ ինչ մնաց տակը։ Հիմա այդպիսի վիճակի դեպքում էլ ինչի մասին կարելի է լուրջ դատել, եթե փլուզվել է այդ հոգեկանը եւ եթե մարդը զգում է իրեն այդպիսի այդ կիսամեր վիճակում մարդը պիտի վերընկած տեղան կարի կաղնե։ Հա։ Հիմա հունդ անինք վեր մարդիկ վեճ թա ինքնակորցման մայքինան վերջնականապես, այլ աստիճանաբար թեկուս կամած, բայց նորից սկսին իրանց վայքելը ու նորից վատին վեր կյանքը շարունակվում է։ Համաձայն եմ, դա այդքան էլ հեշտ չի, որովհետև նորից շենք պիտի կառուցեք։ Եթե ուզում եք վեր այն ինչու ունեցալանք նորից ունենա, այն ինչու կառուցալ ունեցալանք, դա կաթիլ, ինչպես այն ծիտը բույնը շինում է, այդպես շուղ առ շուղ, աղյուս առ աղյուս, նորից պիտի մեր հոգին հոգեկան վերականգնի։ Այսինքն այդ ատոմային քայլերի ռազմավարությունն ասեմ, փոքրիկ քայլերով շեղվել քո մտքերից, ծանր մտքերից, զբաղվել առօրյա գործերով, գտնել
հարազատ մարդիկ նրանց շրջապատում ժամանակ անցկացնել, զբոսնել շատ երկար, երեկոյան դուրս եկեք զբոսանքի, զբաղվեք ֆիզիկական ակտիվությամբ։ Սրանք փոքրիկ, բայց ոչ կարևոր թվացող իրականում շատ կարևոր բաղադրիչներ են, որ օգնում են որպեսզի մարմինը եւ հոգին կրկին վերագտնեն Այսինքն իրենց մանրուքային երջանկություններով, հա։ թեկուզ այդպես անվանենք, մանրուքային երջանկություն, որովհետև այդպես վարվելու դեպքում մեր հոգեկանը կրկին վերադառնում է իր բնական կառույցին եւ ընթացքին։ Այսինքն միտքը, հոգին, մարմինը կրկին ներդաշնակում են եւ սկսում է օրգանիզմը այդ գործառնային իր պարտականությունները կատարել։ Դա ոչ մեկի ձեռքին չի, դա քո մարդու իր ձեռքին է։ Այստեղ իհարկե կրթության հարցեր կա, գիտելիքի տարածման հարցեր կա, դրանք միանգամից մեկ օրում անել հնարավոր չի, բայց շնորհակալություն ձեզ էլ, ես երբեք առիթը բաց չեմ թողնում, երբ ինձ հրավիրում են, որպեսզի այս մտքերը հասցնեմ իմ հայրենակիցներին, մեր ժողովուրդ, ձեր հույսները դրեք ձեր առողջ հոգու վրա, այսինքն հույսները կառուցեք ձեր ունեցածի վրա։ Այն ինչ չունեք, դա շատ մեծ է, աշխարհը այնքան մեծ է, տիեզերքը այնքան մեծ է, որ մենք տիրապետել չենք կարողանում։ Հիմա դրա մի մասն էլ ենք կորցրել, դառն է, ցավոտ է, բայց արդեն դա տեղի է ունեցել։ Հիմա մենք ունենք ինչ։ Եկեք ամենքս տեսնենք ինչ ունենք։ Մատները ունեն 10 մատս, ողջ առողջ է, գլուխս աշխատում է, հարազատները ընտանիքս կան, մի մասը կորցրել ենք, բայց մի մասը կա։ Դրա համար հոգեբանության մեջ մի մեթոդիկա կա, ռուսերեն ասում են նոզատո։ Ահա, ես ունեմ շատ կորուստներ, բայց դրա Պետք է փոխարեն գտնել այդ վայր։ նոզատո ես ունեմ այն ինչ հիմա ունեմ եւ իմ կյանքը հիմա պետք է կառուցեմ այս ունեցածի վրա չունեցած անդունդի վրա դու չես ապարանքը չես կառուցի դու կարող ես կառուցել այն փոքրիկ ունեցվածքի վրա որ ունես եւ դա է երջանկություն պատճառում դա է բավականություն պատճառում այսինքն տեսեք փոքրիկ մրջյունը ինքը ոչինչ չունի, բայց ինքը ունի աշխատասիրություն, ինքը կարողանում է ինչ-որ տեղից մի բան վերել, կառուցել իր մրջնանոցը, իր կյանքը ընտիր կազմակերպել, պաշտպանվել նույնիսկ թշնամիներից։ Ամեն դժվար իրավիճակում, բարդ իրավիճակում, երբ ցաքուցիր են եղել բոլորը, ամեն ոք ինքը պետք է գտնի ուղին եւ կատարի փոքրիկ ներդրում այդ ընդհանուր։ Եթե հույսներս դնենք մի հզոր ուժի վրա, որը պետք է մեզ մագնիսին նման ձգի բերի եւ կազմակերպի, ցավոք սրտի այդ խնդիրը առանց մեզ լուծել է, այսինքն գլխատել են մեզ եւ մենք ցածրիվ ենք եղել։ Միակ տարբերակը սա է, որ ամենքս մեզնից տեսնենք ով ինչ ունի, ով ինչ նկատի ունեմ ռեսուրս, ինչ ռեսուրս ունի, ինչ կարողություն ունի, ֆինանսականը չեմ ասում, հոգեվոր առումով, ինչ գիտակցություն ունի, այդ բոլորը նպաստ տնի ամենքը ոտքի կանգնելու համար ոտքի կանգնի նաև ֆինանսապես աշխատելով, նաև հոգեպես իհարկե, նաև հարաբերություններ կառուցելով, փառք Աստծո, որ մենք միջավայրում չենք հայտնվել, ինչպես իլալա օրինակ այդ Սիրիայի անապատները 15 թվականին, ինչպես իլալա։ Հիմա մեր հայրենիքում աջակիցներ են մեր շրջապատում, մեզ ամեն գնով աջակցում են, այնպես որ ամեն ինչ չի կորած։ Եվ պետք չի գնալ հուսահատ քայլերի, պետք չի հիշում եմ ձեր հարցի մեջ այդ ինքնասպանությունների քանակի ավելացումը եւ ոզում մեր հայրենակիցներին եթե ժամանակը հերիքում պատմի մի պատմություն Վիկտոր Ֆրանկլի պատմությունը որը գերմանական պենում այլալ համակենտրոնացման ճամբարում եւ ինքն էլ ականատեսել այդ իրավիճակին գերիները պաչկա Ղարաբաղցու ասած ինքնասպան էին լինում կամ չէին դիմանում մահանում էին եւ առավոտները նրանց բեռնատարներով տանում էին եւ հողարկավորում էին գերմանացիները ինքը հետաքրքրվեց թե ովքեր են մահանում առաջին հերթին ովքեր են որ մի քիչ ավելի դիմանում են հետո են տեղի տալիս եւ ովքեր են որ դեռ շարունակում են գոյատևել երեք մասի բանից եւ ասում առաջինը տեղի տվեցին նրան ովքեր մտածում էին որ այս ամենը երկար չի տևի ուր որա ֆաշիզմը կջախջախվի եւ մենք կազատագրվենք բացվեց որ չէ այդ ամենը բավական երկար տևեց ու նրանք տեղի տվեցին
երկրորդ հերթին տեղի տվեցին նրանք, ովքեր կարծում էին, որ սա շատ երկար է ձգելու եւ սրան երբեք ավարտ չի լինելու։ Այսինքն հուսահատվեցին եւ այդպես եւս փորձեցին կյանքի կարճելու հնարավորություն։ Եվ դիմացան միայն նրանք, ովքեր այդ տառապանքը դարձրեցին իմաստ, ավելի ճշգրիտ տառապանքի մեջ իմաստ դրեցին եւ փոխեցին տառապանքի նկատմամբ վերաբերմունքը։ Եվ դրանից հետո Ֆրանկո Ինչ արեց հիմա ցեցին կասեմ, պայքարը։ դա լոգոթերապիայի հիմքը դրեց, այսինքն ես միտք ունեմ, այո, եւ կարող եմ միտքը կառավարել, եւ ես կարող եմ իմ ուշադրությունը շեղել, կարող եմ կենտրոնանալ որևէ գործնեության վրա, կարող եմ ստեղծագործել, Ինչպես բանաստեղծություն, մենք ենք անում, ինչպես Արցախն մենք ենք անում։ բլոկադայի Այո, ժամանակ։ ինչ որ մի բլոկադայի ժամանակ ինչպես անում է։ Ոչ ոք մեր հոգեկանին այն ժամանակ չկարողացավ ծայրը աստիճան վնաս պատճառը։ Այնպես որ ելքեր կան, ելքերը պետք է փնտրել, որոնել, քո մեջ փնտրել, քո շրջապատի մեջ, փոքրիկ հենարաններ գտնել, դրանց վրա կառուցել քո վերելքը։ Ինչպես է փոքրիկ երեխան սովորում քայլել։ Միթե լա ծնվում է որ արվանդից ու սկսում է վազել, չէ, բնականաբար չէ։ Նրան օգնում են ձերքի մի անգամ ընկնում է 4 տալուց հետո ոտքի ականում վախ ունի, բայց երկրորդ անգամ ավելի վստահ ու սկսում է քայլել ավելի հաստատ։ Այսպես չպետք է հուսահատվել, հետ կանգնել, այլ պետք է գնալ դեպի հաջողությունների ճանապարհով դեպի առաջ։ Մենք խոսեցինք հոգու ուժի մասին, վնասված գիտակցություն, ուզում սինամայսն խոսենք, որովհետև հիմա այժմ հասարակությունը նաև պարակտված է, հանմնեցի մասնիկները, հա, ու մեր հայրենակիցները շատ ծանր են տանում։ Մեծ մասամբ վնասված գիտակցության հետևանք է այս ամեն ինչը։ Սրա դեմ ոնց կարող է պայքարել։ Այսինքն անընդհատ ատելության խոսք, Հաննա ջան, ես ուզում եմ իմ հայրենակիցներին հիշեցնել, որ մեր դեռ ոչինչ չի ավարտվել եւ դեռ հնարավոր է ամենածայրահեղ իրավիճակները դեռ չեն եղել, որովհետեւ այսինքն պատերազմ եթե կար, այն թեժ փուլը եւ սոսկալի պատերազմ էր, անհավասար պատերազմ էր, դա թեժ պատերազմ էր, բայց 21-րդ դարում պատերազմները մի մակարդակում չեն լինում, պատերազմները լինում են 5-6 մակարդակում, 5-րդ սերնդի պատերազմ եւ ամենածանր պատերազմը հիմա է, տեղեկատվական, բարոյական, հոգեբանական պատերազմը եւ այն նարատիվները, այսինքն այն մտքերը եւ այն գաղափարական բաղադրիչները, որ ներարկում են մեզ, հենց արտահայտվում է այդ ձևով, այսինքն սրսկում են ներազգային անվստահություն եւ որոշ դեպքերում ընդհանուր մինչեւ թշնաման, այսինքն տարածքային վեճերի, սոցիալական բնույթի խնդիրների են վերածում, այսինքն կարճում են մեր ոտքերից եւ թույլ չեն տան, որպեսզի մենք ուշքի գանք։ Դա հայկական, քարոզչական թեզեր են, որոնք ամենատարբեր դե 21-րդ դարի հնարավորությունը տալիս է։ Հայկական ազգանունով այլազգիներ են, չգիտեմ ովքեր են, մեր միջոցով իրենց հաջողությունը կառուցել ցանկացող ուժեր են եւ այլ։ Շատ մարդիկ կան, կառույցներ կան, որոնք կուզենային մինչև վերջ հասցնել մեր հայության համատեղ կործանում։ Մենք պետք է հասկանանք սա, եւ պետք է իրար թերթիկունք կանգնենք եւ турք չտանք այդ օրինակ կոնկրետ, որպեսզի մարդ միջին վիճակագրական մարդ իմանա ինքը ինչ կարող է անել։ Ես էլ եմ հետևում, ասենք սոցիալական ցանցերը, Facebook-ը, Instagram-ը եւ հրապարակումներ։ Եթե անգամ քեզ շատ ցնցել է որևէ մի լուր, մի կիսվիր այդ լուրը մի տարածի, որովհետեւ դրա նպատակը հենց դա է։ Ինքը այդ անվստահության եւ այդ չարության այն դոզան փոխանցալա մեզ, որպեսզի մենք էլ տարածենք մեր եւ այսպիսով անընդհատ գեներացվի շարունակվի այդ իրավիճակը։ Ավելի լավ է դու առողջ դատողություն ունեցիր, ավելի լավ է դու մի մասնակցիր այդ ներազգային քայքայմանը, այլ հակառակը դու եղիր այն քո ազգը կառուցող, վերակառուցող եւ քո հայրենիքի, չգիտեմ, վերելքին նպաստող։ Դրանք տարբեր բաներ են։ Շատ ժամանակ իմ ընդդիմախոսները ասում են, «Յանի ես ոնց չի պատասխանիմ դեր, փիս բենազը»։
Այդտես ինքը փեսպեն ասավ, որպեսզի դու էլ փիսպեն ասես, որպեսզի ձեր միջև առաջանա անվստահությունն ու թշնաման, եւ որպեսզի այդ միջավայրում տիրապետի անվստահությունն ու թշնամանքը։ Խնդրեմ, եթե դա ուզում եք, մտեք այդ պայքարի մեջ։ Եթե չեք ուզում, ապա անջատեք ձեզ այդ միջավայրից, մաքրվեք եւ գնացեք Աստծո ճանապարհով, մեր երազանքների ճանապարհով։ Վերադառնանք մեր հայրենիք Արցախին, ամենակարոտելի վայրը։ Իմ հայրենիքը վալիկ աղբյուր է։ Դա մեր շոշ գյուղի ամենաչրխկան աղբյուրն է, որը գիշեր ցերեկ հոսում էր եւ գիտեմ ոնց է, այդ աղբյուրը ամռանը շատ սառն է, շատ սառն, ատամները ծրն գալիս է։ Ձմռանը գոլորշի էր բաց, այսինքն ինքը ջերմաշճանը միշտ նույնն է բայլիս, մի զարմանալի տեղ։ Այն կացվանները մեր գյուղի, մեր դուրը դարպասը, որ ամենա իդեալական երազանքն է, իմ աշխատավայրը, իմ ընկերները, ընդհանրապես տեսարանը, որ ունեի իմ մտապատկերում, դա Շուշն է, Շուշին է, մեր գյուղից Ստեփանակերտն է, իր ողջ հմայքով։ Այնպես որ ես Արցախի գրեթե բոլոր կետերում շատ հաճախ եմ ծառայության բերումով, գործնեության առումով, չկա մի քոլ ինձ հետ գերացած չի։ Եվ իհարկե վերջին հարցը, հասարակությունը բաժանված է երկու մասի, մինը ասում է մորացիկ էլ հետքինեն չնք, մինը ասում է դրան պայման հետքել վանք դուք, վերխնվից եք։ Տեսնում եք, այն ինչ վերաբերում է ապագային, դա միանշանակ կանխատեսել հնարավոր չի, դա կարելի է անել էքստրասենսորային մակարդակով, այսինքն ներքին ձայնը, ներքին ես էլ եմ երկու մասի, աշխարհը դուալիստական է, երկու մասի եմ բաժանված։ Իմ մի մասը դատողությունն է, որը ասում է, իսկ դուք հայեր ձեր կորցրած որ տարածքը վերադարձաք, որ հիմա էլ Արցախ եք վերադառնում։ Իսկ իմ զգացմունքները, իմ հավատը ասում է, որ այսպես մնալ չի կարող եւ չի կարող աշխարհը այդքան անարդար լինել եւ ամբողջ մի ժողովուրդ իր հայրենիքից զրկել, արտաքսել եւ այդպես էլ մնա, այսինքն հավատը ասում է, որ կգա ժամանակ, որ մենք կվերադառնանք։ Ուղիները հիմա տեսանելի չեն, բայց դե թունելի մեջ ոնց է լինում։ 4 բոլորում 8 է լինում, միայն որոշ ժամանակ հետո է լույսը տեսնում եւ այդ լույսը բարձում է հենց աշխարհի բաց դռներն են։ Դες որ մի անգամ այդ լույսը կերևա կտեսնենք ոնց է Ղարաբաղ։ Դե ինչ հատ շնորհակալում ես անկացնիցի հետի կհանդիպինք հələ։ Ես էլ եմ շնորհակալ, կրկնում եմ, պատրաստ եմ ամեն կանչով ներկայանալ, որովհետեւ ես միշտ քարոզելու եւ միշտ այդ դիրքորոշումը ունիմ համերաշխություն, իսկ կարոզելու համատեղ ջանքերի կենտրոնացում մեր համազգային նպատակներին հասնելու։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրներ Վիծա Երամիշյանը կհանդիպենք։